Երևանյան Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնն այս տարի Հայաստան է բերել ամենատարբեր թատերական գեղագիտության ու ոճի հետևորդների հետխորհրդային տարածքի երկրներից և Եվրոպայից։ Փառատոնը, որ իրականացվում է Մշակույթի նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրով, անդամակցում է Շեքսպիրյան միջազգային փառատոնին և տարեցի տարի ավելի է բարձրացնում իր իսկ սահմանած նշաձողը։ Փոխնախարար Դանիելյանն առանձնահատուկ կարևորություն է տալիս փառատոնի կրթական ճանաչողական ազդեցությանը։ Եթե մենք ասում ենք ինչպես բարձրացնել, ինչպես հասնել այն բարձրագույն արվեստին, մենք պետք է օրինակներ ցույց տանք թե մեր հասարակությանը, թե մեր թատերական գործիչներին, այն նշաձողը տանք, այն բարձրագույնը որակը ցույց տանք, որ ասենք մենք սա ենք ուզում։ Այս տարի փառատոնն անցկացվում է Շեքսպիր և ռուս դասականներ խորագրով ու անհամեմատ ընդլայնել է թեմատիկ ընտրության սահմանագիծը։ Փառատոնային ծրագրում ընդգրկված են թատերախմբեր Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից, բայց ոչ միայն Շեքսպիրյան ներկայացումներով, այլև ռուս դասականների գերակշռող խաղացանկով՝ Չեխով, Գոգոլ, Տոլստոյ։ Մասնակից թատրոնների թվում քիչ չեն նաև հնչեղ անունները, այդ թվում նաև Մոսկովյան Սատիրիկոն թատրոնը։ Փառատոնի տնօրեն Կարո Բալյանը փաստում է, մշտապես ցկտել են թատերական արվեստի հնարավոր մեծ բազմազանություն ներկայացնել Երևանյան փառատոնում։ Մենք պետք է հասկանանք դպրոցների տարբերությունը առաջին հերթին, թե չէ իմաստը ո՞րն է փառատոնի, եթե մենք չտեսնենք այն լեգենդար դպրոցներին, որովհետև մենք գիտենք Ստանիսլավսկի օրինակի համար, բայց դրա կողքը կան մեթոդիկաներ, որը Պիտեր Բրուկ, Բրեխտ, Լի Ստրասբերգ ու այդպես կարող են հերթով թվարկել այդ անունները, հասկանում եք, հենց այդ խաչմերուկի մասին էլ է խոսքը։ Փառատոնը մեկնարկում է լեգենդար մի ներկայացումով Սատիրիկոն թատրոնի ջահե բեմադրությամբ, որի բեմադրիչը օգոստոսին վախճանված տաղանդավոր ռեժիսոր Յուրի Բուտուսովն է։ Ջահե Սատիրիկոնում 10 թատերաշրջան իսկական հաղթարշավ է ունեցել, փշրելով թատերական շատ կարծրատիպեր։ Սատիրիկոնը ջահի երևանյան ցուցադրությունը նվիրում է Բուտուսովի հիշատակին, որն ինքն էր առաջարկել այդ բեմադրությունը բերել Երևան։ Իրականում նա առաջարկեց այս ներկայացումը այստեղ վերականգնելու և փառատոն բերելու գաղափարը, և իհարկե մեզ համար սա պետք է շատ կարևոր հանդիպում լինի, այդ թվում ռեժիսորի հետ։ Վերջին հաշվով մենք այստեղ ենք ի հիշատակ Բուտուսովի։ Մենք վերականգնել ենք այս ներկայացումը և իրապես հույս ունենք, որ այսօր և վաղը բոլորին կպարգևենք այս լեգենդար ներկայացումը վայելելու անսահման հաճույքը։ Եվ իհարկե փառատոնի օրերին կանցկացվեն նաև վարպետության դասեր, մասնագիտական քննարկում հանդիպումներ և Գայլանովենց թատերական դպրոցի հետ համատեղ կանցկացվի թատերական լաբորատորիա։ Բեմադրիչ Դորյան Ռոսելի ղեկավարությամբ կբեմադրվի Շեքսպիրի փոթորիկը։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։